Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ես կարծում եմ կառավարությունը այնքան շրջահայացություն կունենա, որ այս կերպ, այս նախագիծը չի ընդունի, որտեղ եթե այս նախագիծը ընդունվեց այս կերպ, սա նշանակելու է, որ մենք մի հատ գրանիտից տապանակար պիտի պատվիրենք, Վայ ջան, ուրեմն ես նորից սկսեմ, ես կարծում եմ, որ կառավարությունը այնքան շրջահայացություն կունենա այս նախագիծը այս կերպ չընդունել, որովհետև այս կերպ ընդունելուց հետո մենք մի գրանիտե տապանակար պիտի դնենք Հայաստանի տնտեսության վրա եւ գրենք վախճանվեց, նախ հարց է ծագում, ինչի ապրիլից եթե 700 էջանոց այս նախագիծը խորհրդարանում չեն քննարկում իրենց հետ հարցերը, հետո բերում ենք, ասում եք եկեք առաջի ընթերցմամբ քվեարկեք, հետո մենք կսկսենք բարելավել սեպտեմբերին նոր կընդունենք, քանի օր է ոլորտի շահառուները, մասնավորապես փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողները, նաեւ գյուղատնտեսական ֆերմերությամբ զբաղվողները ուղղակի ահազանգ են բարձրացնում, որ այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը։ Բոլորիս համար էլ պարզ է, ինչի համար է բերված նախագիծը։ Ընդհանրապես հարկերը քամելու, միջև վերջ քամելու համար։ Երկու տարբերակ կա հարկային մուտքերը ավելացնելու։ Մեկը կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարելն է, մյուսը ահա այս տարբերակն է, հարգելի կառավարություն, որը դուք բերել եք շրջանառության, ուրեմն շեմը հարկի կրկին իջեցնելով, որը բացարձակապես անընդունելի է, հարկաքամ անելով բոլոր փոքր եւ միջին հատկապես ձեռնարկություններին։ Հիմա կոռուպցիայի դեմ սրբազան պայքար էիք հայտարարել։ Հիմա մենք կարող ենք ընդունել, որ քանի որ այդ տարբերակը այլևս անարդյունավետ է, երեք մենք միասին տոնեցինք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի մի ամիսը, պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ստվերի դեմ, այդպես ավելացրեք հարկային մուտքերը։ Այդ ինչա, կարողա կոռուպցիան անորսալի ջոնա, տեղերը չգիտեք, կամ մենաշնորհները անորսալի ջոնա, չեք կարողանում Հայաստանի մոնոպոլիստներին գտնեք, գնում եք այս անընդունելի տարբերակով։ Կոռուպցիայի տեղներ գիտեք, կոռուպցիոներների տեղներ գիտեք, հարկերը շրջանցողների տեղներ գիտեք, թե կոռուպցիայի բոլոր նրբերանգները իր բոլոր շերտերով եւ գամային երանգներով գիտեք, գնացեք այդ քաղաքակիրթ աշխարհի ընդունված խաղի կանոններով, պայքարեք ստվերի դեմ, պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք Հայաստանի տնտեսությունը կոռոզիայի ենթարկող խայտարակ մենաշնորհների դեմ։ Ես հասկանում եմ, ես պատահական չասեցի, որ այստեղ կա նաև միջազգային կազմակերպությունների վարկատու, հատկապես համաշխարհային բանկի նաև խնդիրը, որովհետև այո, Հայաստանի հնան հատել է ռիսկային պարտքը հատել է ռիսկային շեմը հնայի 50% եւ հասկանալի է, որ վարկատու դոնոր կազմակերպությունները մտահոգություններ ունեն Հայաստանի վարկունակության հետ կապված, բայց մարդիկ ձեզ առաջարկում են շատ ավելի ցիվիլ տարբերակ, կոռուպցիայի դեմ պայքարեք, ստվերի դեմ պայքարեք, եթե տեղը չգիտեք, ուրեմն շատ ավելի վատ է մեր երկրի վիճակը, եթե մեր իշխանությունները չգիտեն որտեղ է կոռուպցիան, չգիտեն որտեղ է ստվերը, չգիտեն որոնք են այն տնտեսվարողները, ովքեր շատ հմտորեն թաքցնում են իրենց հարկերը։ Ես կարծում եմ սա ավելի ազնիվ ճանապարհ է, քան փորձել ես մանր, այսպես կներեք, թակարդներով, որը ամբողջ օրենսգրքում ամբողջը մանր թակարդներ է տեղադրված, փոքր եւ միջին ձեռներեցությունը հատկապես ուղղակիորեն ոչնչացնել։ Եւ հետո այստեղ իմ գործընկերները խոսեցին նաեւ ինչի ավիատոմսերի հասարակ բան, այդ գումարների զգալի մասը չի գնում մեր բյուջե, որտեղ մարդիկ գերադասում են, այո, Թիֆլիսից կամ այլ մոտիկ ոչ հայաստանյան քաղաքներից գնալ եվրոպական երկրներ հանգստանալու։ Երեք հատուկ հարցում եմ արել բազմաթիվ տուրիստական գործակալությունների։ Ասում են, ուրեմն ուղեգրի հյուրանոցի տոմսը վերցնում են, ինքնաթիռինը չեն վերցնում, ասում են մենք Թիֆլիսից կգնանք։ Եվ այդքան գումար ըստ էության հարկեր, որ պիտի գար ավիատոմսերից,
բյուջեից չի մտնում մեր բյուջե եւ հետո բոլորս էլ հասկանում ենք, որ այս նախագիծը ընդունումը այս կերպով բերելու է գնաճի, այո, միգուցե 1 տարի մենք կունենանք հարկերի ավելացում, բայց 1 տարի հետո ուղղակիորեն մեկը մյուսի հետևից դոմինոյի էֆեկտով փակվելու են հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկությունները եւ արդյունքում մենք ունենալու ենք հարկային շատ ավելի ցածր եկամուտներ, քան դուք այսպես կանխատեսում եք ձեր տնտեսական տեսլականում։ Ես գտնում եմ, որ այս ընդհանրապես քվեարկությունը պիտի տեղի չունենա այս նախագծի եւ ընդհանրապես մենք պիտի սկսենք ոչ թե այսպես թարս բռնելուց ականջը, այլ պիտի ոչ թե սա քննարկեինք որպես արդեն օրենքի նախագծի տեսքով, այլ միջև նախագծին տեսք տալը սրան, պիտի հրավիրեինք այս ոլորտի շահառուներին, նրանց հետ քննարկեինք, այդ ինչպես է լինում, որ դուք ասում եք, սա փայլուն նախագիծ է, նպաստում է ոլորտի շահառուների շահերի պաշտպանությանը, բայց ոլորտի շահառուները դժգոհ են, այս մազոխիստներն են, ՓՄԶ-ների ներկայացուցիչները, որ լավ նախագծին ասում են վատն են։ Ուրեմն խնդիր կա, լրջագույն խնդիր կա, եկեք դադարեցնենք ընդհանրապես քննարկումները, քվեարկություն տեղի չունենա այս նախագծի այս փուլում, կազմակերպենք խորհրդարանական եւ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ լսումներ, որտեղ մի լսումով եւ մի ֆորմատով այս խնդիրը չի կարգավորելու, որից հետո մենք փորձենք, այո, ոլորտը բարելավման կարիք ունի, լրջագույն բարելավման կարիք ունի, բայց ոչ այս ճանապարհով, ոչ այս տարբերակով, ինչը այսօր ներկայացված է, ամենացիվիլ տարբերակը հարկային մուտքերի օրինական ավելացման, դա ոչ թե քամելն է փոքր եւ միջին ձեռնարկատերերին, չգիտես ինչի դեպ խոշորները չեն բողոքում ոնց որ թե, ոչ թե շրջանառության հարկի շեմը նորից իջեցնելն է, բա մենք պայքարեցինք, բարձրացրեցինք մինչեւ 58 միլիոն, այդ ինչի ենք նորից իջեցնում 40, այլ ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարելն է։ Մենք Բարգավաճ Հայաստանը ասել է, եթե այդ պայքարը իմիտացիա չէ, եթե այդ պայքարը իրապես միտված է մեր երկրում կոռուպցիան, ստվերը, մենաշնորհների այլևս վտանգավոր շեմը կանխելուն, մենք պատրաստ ենք աջակցել մեր հնարավորություններով, այլապես հարգելի կառավարության ներկայացուցիչ, սա ճանապարհ չէ, սա շատ ավելի վտանգավոր ճանապարհ է Հայաստանի տնտեսության համար։ Շնորհակալություն։